Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, այսօրվա թեման լինելու է պղպեղի և ծիծաղի սերմերի մասին։ Ժողովուրդ ջան, մարդիկ հարցնում են, ինչու է իրենց մոտ դժվար ծլում, շատ երկար է տևում ծլման պրոցեսը պղպեղների սերմերի և ծլելու դեպքում շատ քիչ են ծլում կամ ընդհանրապես չեն ծլում։ Հիմա այսօր մենք կուսումնասիրենք իր այդ պատճառները, ինչ է ձևակերպել դա։ Կան սերմեր, որ գիտենք, 2-3 օրում շատ արագ ծլում են, դրանք ունեն ռելիսկայի սերմերն են, վարունգի սերմերն են, բայց ինչ վերաբերվում է պղպեղի սերմերին կամ սամիթի սերմերին, նրանք ծլման պրոցեսը ավելի երկար է տևում։ Ինչու համար։ Սերմը որպեսզի ծլի պետք է նա վերցնի հողից խոնավություն, փքվի, դրանց հետո նոր դուրս է գալիս ծիլը։ Քանի որ որոշ սերմերի մեջ, սերմերի վրա կան էֆիրային յուղեր, դրանք չեն թողնում, որ խոնավությունը շատ արագ անցնի սերմի մեջ և սերմը սկսի փքվել։ Դրանցից մեկը պղպեղի և ծիծաղի սերմերն են։ Ինչ անենք, որպեսզի դա արագանա այդ պրոցեսը։ Դրա համար վերցնում ենք սերմերը, աշխատեք սերմերը շատ հին չլինեն, սերմերը պետք է լինեն մաքսիմում 3 տարեկան, 1-2-3։ Ամենալավ իմ փորձից ամենալավ ծլողականություն ունի 2 տարեկան սերմերը։ Ժողովուրդ ջան, վերցնում ենք սերմերը, լցնում ենք մի հատ ամանի մեջ, նմանատիպ մի հատ ամանի մեջ, դրանից հետո սերմերը լցեցինք, դրանից հետո վերցնում ենք 3% ջրածինի պերոքսիդ ոդիկու, լցնում ենք սերմի վրա, այն չափով, որպես ծածկի սերմը։ Եթե չունեք ջրածինի պերոքսիդ, վերցնում եք օղի 40%-անոց, սա 40%-անոց է, խնդրեմ այստեղ երևում է 40%-անոց, լցնում եք մինչև սերմերը ծածկվեն։ Թողնում եք 20 րոպե, 20 րոպեից հետո սերմերը լվացվում են, չորացվում են, դրանից հետո սերմերը ցանում եք։ Ամենակարևոր պայմաններից մեկը ինչ հողի մեջ եք ցանում, ժողովուրդ ջան։ Օրինակ տեսեք, այս սեղանի վրա դրված է, սա խանութից գնված հող է, գրած է, որ pH-ը 5.7-ից 6 է և մեջը կա ավազ։ Սա հիմնականում ծլեցնելու և բազմացնելու համար, երբ որ պիկիրովկա է կանում, նորից սա։ Բայց ժողովուրդ ջան, դա կլինի հողամասից վերցրած պարարցող, դա կլինի կոմպոստ, թե խանութից գնված, մի շատ կարևոր բան կա, որ ես դա միշտ անում եմ և խորհուրդ կտամ դուք դա անեք։ Լցնում եք մի երկաթի ամանի մեջ հողը, ինչ քանակով որ պետք է ձեզ, դնում եք գլակի վրա, տաքացնում եք մինչև 100 աստիճան, ժողովուրդ ջան, Երևան աստիճան եք հասցնում։ Իսկ եթե դրսում հնարավորություն չունեք, կարող եք տաքացնել վառարանի վրա, կարող եք տաքացնել գազի օջախի վրա, բայց պետք է անպայման այդ երկաթի ամանը չօգտագործեք խոհանոցի հետագայում ինչ-որ ճաշեր պատրաստելու համար, բայց այդ ամանը պետք է ունենա նաև կափարիչ, փակեք, որպեսզի հոտ գահաճ չլինի խոհանոցում։ Տաքացնելուց հետո, երբ որ հասնում է արդեն ջերմաստիճանի, դրան դնում եք հովանա ու նոր սկսում եք ցանել ձեր սերմերը։ Ինչու եմ դա անում։ Դա ես իմ փորձից գիտեմ, ժողովուրդ ջան, տեսեք, սրանց մեջ կան բազմաթիվ որդերի, միջատների եւ այլ ձևեր, որոնք արդեն բարենպաստ պայմաններում, երբ որ լինում է խոնավությունը եւ բավական բարձր ջերմություն, որովհետեւ դա սերմերը լուքսանելուց դնում եք սենյակային ջերմաստիճանում, առաջանում են մանր որդեր, որոնք հենց չծալած վիճակում ուտում են սերմերը։ Կամ երբ որ սկսում են ծլել, այդ նոր փխրուն սերմերն են ուտում, ծիլերն են ուտում եւ արդյունքում ստացվում է դուք սպասում եք որպեսզի ծիլ հայտնվի, դրանք չեն հայտնվում, ժողովուրդ ջան։ Դա ես իմ փորձից եմ ասում, որովհետեւ իրոք դա աշխատում է։ Հիմա ես ցույց կտամ։ Խնդրեմ ժողովուրդ ջան, այս տարի աճեցրած պղպեղի եւ ծիծաղի սերմերն են, սազիլները, կան մի քանի սորսեր, սա վաղահաս, ուշահաս եւ այլն, որոնք որ վաղահաս են, արդեն տեսեք ունեն 2 տերևներ, որոնք որ ուշահաս են, դեռ այս տերևները չեն առաջացել, բայց ծլողականությունը 100% է։ Խնդրեմ տեսեք, աճեցրել եմ այս նույն հողի մեջ, որը որ գնել եմ խանութից, նույն եղանակով, ինչ որ ես ձեզ պատմեցի։ Երբ որ արդեն այս սորսերի մեջ, որ վաճառում են խանութում, շատ քիչ է ազոտի քանակը, 0.03%։
Այսինքն երբ որ արդեն ունենում են այս երկրորդ տերևները, հիմնական երկրորդ տերևները, դրանից հետո ես վերցնում եմ տավարի միզանյութը, մաչևինան, հատիկավոր տեսեք, ու վերցնում եմ մի աման, օրինակ կոնկրետ այս ամանը ունի 75 մլ տարողություն։ Բացում ենք ամանի բերանը, ջուր եմ լցրել, այս 75 մլ մեջ ավելացնում եմ պարզապես մի քանի հատիկ, ցույց տամ, մի քանի հատիկ այս միզանյութից։ Բավական է։ Գիտեք, որ մաչևինան ամենաշատ բարձր ազոտ պարունակող պարարտանյութն է, որը պատրաստում եմ նորից եմ կրկնում տավարի մեզից։ Ունի 45-ից 50% ազոտ։ Եվ թափահարելու շատ արագ լուծվում է։ Երբ որ ծլում են, արդեն պահանջում են ազոտ, որովհետեւ բուրը նրանք սկսեն թափ առնել։ Այս ձևով, երբ որ նրանք ասեցի մաներին չի կարելի, փոքրներին չի կարելի, կարող արմատը նույնիսկ վնասել, որովհետեւ նրանք դեռ զգալուն են շատ, այս չափի երբ որ արդեն երկրորդ հիմնական տերևներն ունենում, գաթիլներով, այս ձևով գաթիլներով ես ջրում եմ։ Երբ որ բոլոր սածիրները ունենում են արդեն 4 եւ ավել հիմնական տերևներ, դրանց հետո անում եմ պեկիրովկա, այսինքն տեղափոխում եմ առանձին ամանների մեջ, նույն հողի մեջ կամ կոմպոստի մեջ, այդ դեպքում արդեն երացնել պետք չէ հողը, որովհետեւ նրանք բավականին արդեն արմատներ ունեն եւ այդ մանր միջատները իրանք չեն վնասում։ Դա ես ասում եմ իմ փորձից ելնելով, որովհետեւ ես ամեն տարի դա անում եմ, արդյունք շատ գերազանց է ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ, ես հարցերին պատասխանեցի, որովհետև մարդիկ գրում են, անոնք ստանում են, չի ծլում իրանց մոտ, կամ ծլելու շատ քիչ են ծլում, կամ ընդհանրապես չեն ծլում։ Ժողովուրդ ջան, ես բոլոր կոմենտներին անխտիր պատասխանում եմ, բոլորին։ Մեծ մասը արձագանքում են իրանց լայքերով, բայց մեծ մասը չեն արձագանքում, ես չգիտեմ, այդ մարդիկ կարդացին այդ կոմենտը պատասխանը իրանց գրած հարցերի թե չէ, դա ուղղակի չի երևում։ Խնդրում եմ, եթե դու կոմենտներ եք գրում, ապա խնդրում եմ իմ պատասխանից հետո տագը ինչ-որ լայք տնեք, որպեսզի ես իմանամ այդ մարդուց օգնել եմ թե ոչ։ Այսքանով տեսանյութը ես ավարտում եմ, չգիտեմ ինչքանով ձեզ զուր եկավ, եթե հավանեցիք տեսանյութին ժողովուրդ ջան, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube-ան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Եղեք միշտ առողջ։ Ժողովուրդ ջան, հաջեցեք ունեցեք լավ բերք, բարին են ձեզ։ Ցտեսություն։